Մերկ, ասեք, ինչու չեն հանդարտվում կրքերը Թրամփի ուղու շուրջ։ Թվում է ահագին բարձաբանումներ են հնչել, հա, ինչ։ Նախ ամենից առաջ, նոր որ խոսում ենք այդքան այդ անորոշությունը, մենք չգիտենք, թե դա ըստ էության ինչ է։ Ամենակարևորը սա է։ Երկրորդ եւ ոչ պակաս կարևոր Բաքվի եւ Անկարայի նվաճողական ծրագրերը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ալիևը նորից ճպտում է, իր այդ քծնողական հայացքով նայում է եւ այլ, այն գոռոզ Ալիևը, որը տեսնում եք յուրայինների հետ կամ Բաքվում ինչ ձևի ինտերվյուներ տալիս, այնց լրագրողների հետ բան, Թրամփի հետ այնպես էր ճպտում եւ այնպես էր մատով ցույց տալիս, ահա Փաշինյանը սենց կարծես սենց րոպե առաջ փորձում էր Թրամփին ինչ որ դրական, ես քեզ հնազանդ, ես քո ծառան, ես քո լավ ընկերը, փոքր եղբայրդ եւ այլ։ Այս ամեն ինչով հանդերձ մարդիկ ունեն մեր նկատմամբ ծրագրեր, եւ այդ ծրագրերը ոչ մեկ չի վերացրել։ Այն կողմից Էրդողանը իրականացնում է իր նեո-օսմանիզմի քաղաքականությունը, այս կողմից էլ Ալիևը փորձում է վերջնականապես մեր խնդիրը լուծել, որովհետեւ ես բազմից եմ սա ասել, Ալիևն ինքն է խնդիրներ ունի։ Դա այդ խնդիրները կլուծեր, եթե չհայտնվեր Վաշինգտոնը, թե այդպես չէ։ Գիտեք, ինձ թվում է մի քիչ ստիպեցին Ալիևին Թրամփի այդ PR ակցիայի շրջանակներում եւ այն բանի ազդեցության տակ, որ Ռուսաստանի Դաշնության ի վերջո դուրս մղեն հարավային Կովկասից, այս ամեն ինչի ազդեցության տակ կարծես թե մի քիչ մեր օգտին եղավ, որ ամեն դեպքում Ալիևի ագրեսիվ գոնե շարժը եւ հրետորաբանությունը սահմանափակվեց։ Ճիշտ է, ինքը ասում է Զանգեզուրի միջանցք, բայց նկատել եք օգոստոսի 8-ից հետո Արևմտյան Ադրբեջանի մասին գոնե խոսույթ ես չեմ լսել։ Ես բավականին ուշադիր եմ, սահմանում բարեբախտաբար խաղաղ վիճակ է։ Մենք ունենք մի քանի ամիս։ Հիմա մենք այս մի քանի ամսում պետք է ինչ-որ բան անենք, բայց եթե 5 տարում էական բան չենք արել, ես կասկածում եմ, որ այս մի քանի ամսում մենք ինչ-որ դրական բան կանենք, այնց իրավիճակ փոխով, ուղղակի պետք է վայելել այս մի քանի ամիսը, տեսնել թե 26-ի գարունը մեզ ինչ կբերի։ Ռուսաստան, որ նշեցիք, ռուսական ազդեցությունը իսպար վերացել է Կովկասում։ Ոչ, իսպար չի վերացել եւ բնականաբար չի վերանա, առնվազն ռազմաբազաներ կան Աբխազիայում եւ Օսիայում, բնականաբար նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում, ուղղակի Ռուսաստանը ես նորից եմ ասում լրջագույն խնդիրներ ունի։ Տեսեք, բանը հասել է նրան, որ դնում եւ միջազգային ամենաբարձր մակարդակում քննարկում են, թե տամահավքներով հարված են Ռուսաստան ինչ կլինի։ Եվ ստիպված Պուտինն էլ ասում է ոնց թե, ասենք, չի ասում, ոնց թե հարված են։ Ասում է, եթե հարված են, մենք մեր հակոթային պաշտպանությունը կուժեղացնենք։ Այսինքն հարվածի փաստը, որ ենթադրենք 20-30 տարի առաջ ասեն, եթե մենք հարված են մեզ, ի վերջո տամահավքը նաև ատոմային մարտագլխիկ կարող է ունենալ, թեև պարզը չեն կիրառի, բայց տեսականորեն կա վտանգ, որ այդ մասսական հարվածների մեջ կարող է, չգիտեմ, ինչ-որ բան լինի։ Այս պայմաններում Ռուսաստանը ընդհանրապես ասում է, մենք մեր հակոթային պաշտպանությունը կուժեղացնենք, հասկանում եք։ Իսկ ուկրաինական ճակատում նայում ես սառած վիճակ։ Լավ, մեկ շաբաթը մեկ հայտարարում են, որ մի հատ գյուղ ենք գրավել, այդ գյուղն է քարտեզի վրա նայում ես ավերակների կույտ, մի 10-20 տուն, որի հիմքերն էլ նորմալ չեն երևում։ Ուղղակի Պաշտպանական Մոսկվան թեմայից թեմա ենք անցնում, Պաշտպանական Մոսկվան համառում է, քանի որ լավ հասկանում է, որ եթե կանգնեց իր պարտությունն է ֆիքսվելու ռազմավարական, բայց դա առաջ գնալն է ռիսկների հետ է կապված։ Դա չենք շեղվի շատ, բայց այնուամենայնիվ դա հետաքրքիր դետալ է, կարևոր կասեի։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների սառուցում հիմնել հակառակ տենդենսներ։ Հակառակը է, բայց ես մեր մեդիա դաշտում բավականին այս հարցի վրա այս երկու ուշադրություն չդարձվեց, բայց Ռամիզ Մեհդիևին են ձերբակալել 2 օր առաջ եւ տնային Կալիևի։ Ոչ միայն Հեյդար Ալիևի, մինչեւ 2019 թվականը այդ մարդը Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավարն էր, հին ապարատային, ինչպես ասում են, մի հատ ժառանգած, բայց իրեն էլ է 19 թիվ, 2003 թիվ, 16 տարի իրեն է ծառայել այդ մարդը, բայց ձերբակալությունը լու մի կողմ է, մարդիկ չգիտեն ինչի մեջ են մեղադրում։ Ռուսաստանի հետ համագործակցություն, Ադրբեջանի անկախություն, ես հենց այսօր էի հենց նայում ադրբեջանական փորձագետներ, այո, եւ հենց դա շատ հետաքրքիր է, այսինքն Պուտին-Ալիև բանակցություններ այնքան էլ չեն անցել եղբայրական ջերմը մթնոլորտում, ինչպես ասում է, ի վերջո ինչ եղավ այդ բանակցությունների արդյունքում, սթափ որ նայում ենք, արտաքին մեդիա կողմում Ալիևը իր լսարանին ասեց, ահա տեսեք Պուտինը եկավ, նկար են նույնիսկ իբր խեղճացած Պուտինը դրի, ինձ ներողություն խնդրեց եւ այլ, իսկ ռուսական մեդիա դաշտում ատամները կրճտացնելով եւ ավելի ճիշտ ասեցին ինչ ներողություն, Պուտինը ընդհանրապես ասաց, որ ես արդեն ներողություն եմ խնդրել դեռևս այն ժամանակ, ընդ որում ներողությունն այն ժամանակ շատ տոնայնությունը եղել է այնպես, որ կպարզենք եւ այլ, սա մեկ։ Երկրորդ, ում ազատեցին Սպուտնիկ Ադրբեջանի ղեկավարին
անազատությունից հանեցին եւ տնային կալանքի դրեցին, Ռուսաստանում էլ ինչ որ մի արվեստի գործիչ անունը չեմ հիշում, որին նորից անազատությունից հանեցին եւ դրին տնային կալանքի, այսինքն ընդհանրապես երկու քայլեր եւ հանկարծ 2 օր հետո Ռամիզ Մեհդիևին են հարվածում, ընդ որում ասացի կիսատ մնաց խոսքս, դուք չեք պատկերացնես պահին Ադրբեջանում ինչ արշավ է Ռամիզի դեմ, ճիշտ է ինքը կներկայացնես տականք է եւ սա պատասխան եմ, ասորտե մեր հայերի նկատմամբ շատ պատմակեղծարություն է անում, իրենց գիտությունների ակադեմիայում էս մարդը շատ հայտնի անց էր, այդ ադրբեջանական պատմակեղծարության հիմքում է ինքը լավ մարդ չի մեր հայերի նկատմամբ ընդհանրապես, որովհետեւ լավ մարդը չի կարող ստախոս լինել, սա մեկ, բայց երբ որ ես նայում եմ այսօր Ադրբեջանում այն ոչի հոդվածներ են դույս ընծայվում, առաջ չափազանցնելու, ինչպես 1936-37 թվականներին ԽՍՀՄ-ում, երբ որ Ստալինի հերթական ֆավորիտին ասենք Եժովին կամ Բուխարինին գցում էին, այսքան, ասենք մոտավորապես տոնայնությունը սենց է։ Մենք պարզեցինք, որ նա երկար տարիներ խաբել է մեծն առաջնորդին, թշնամիների լրիվ սենց ծիծաղելիորեն գալիս է այդ խորհրդային ռեպրեսիվ ոճը։ Բայց սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի այգին են հերթական քարը գցում։ Չէ՞ որ չի կարող սենց բան պատահական լինել։ Ենթադրում եմ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ամեն դեպքում չեն լավ օրեր ապրում, գուցե այն սրվածությունը չունեն, բայց այս Պուտին-Ալիև Դուշանբեի հանդիպումից ես չտեսա, նույնիսկ այն ուղղությունը, որ լավ, կոնֆլիկտը սարվում է, ոչ, ուղղակի մի պահ հանգստացավ, բայց ինձ թվում է կխորանա նորից կոնֆլիկտը, իսկ այդ կոնֆլիկտը խորը արմատներ ունի, խորը արմատների հիմքը այն է, որ Արևմուտքը եւ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն փորձում են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, իսկ Ռուսաստանն էլ 200 տարի առաջ նրա համար չի եկել Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերը կնքել, որ հիմա 2028 թվականին Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակին չլինի այստեղ։ Ինչը կարող է կամ ով կարող է Բաքվին մղել համաձայնագրից հրաժարումը։ Օգոստոսի 8-ին նկատի ունեք։ Այս պահին բարեբախտաբար զուտ որպես հայ մարդ եմ ասում, որը չի ուզում որ պատերազմ լինի, բարեբախտաբար նման բան երևի թե մոտակա ամիսներին չի լինի։ Գիտեք, այս պահին ողջ աշխարհը երևի թե իր հիմնական մասով սպասում է ռուս-ուկրաինական այս թնջուկի հանգուցալուծման։ Ամեն ինչ այդտեղ սենց սառել է եւ բոլորը նայում են թե ինչ է լինելու, որովհետեւ ռուս-ուկրաինական այս ճակատի որոշակի այս հանդարտեցումը, հավասարակշռությունը ստեղել է բերեուժերի հավասարակշռման։ Ռուսաստանը չի ճնշում Բաքվի վրա, Բաքուն էլ համապատասխան քայլեր չի անում, չափից դուրս, որովհետև հասկանալի է, որ Ուկրաինայում սառած վիճակ է։ Երբ որ Ուկրաինայում խնդիրները գոնե հստակենան, այդ ժամանակ ստեղել կհստակենան, որում Հայաստանի Հանրապետությունը շատ բարդ այս պահին փուլ է մտնում։ Մենք տեսնում ենք, որ օր-օրի վրա արդեն նախընտրական կրքեր են թեժանում, նոր անձիկ են հայտ ներկայացնում, հաճախ երիտասարդ, հաճախ խոստումնալից, իշխանությունը նյարդային արձագանք է տալիս, Սամվել Կարապետյանի խնդիրը չի լուծվում, այ հենց այս պահին երևի թե դատարանի դեռևս որոշումը չկա։ Իսկ հոգեվորականներից դա էլ ուզում ասեի։ Նույնպես այդ մթնոլորտում պիտի։ Այ, գիտեք, ես ինչքան հասկացա բաց աղբյուրների վերլուծությունից այս 2 օրը հիմքում դրել են Օհանավանքի քահանատեր Արամի են պնդումը, թե մեզ ստիպել են, որպեսզի մենք գնանք ընտրությունների չէ, մենք գնանք հանրահավաքի 2000 ենթադրում եմ 21 թվականին։ Սա իմ համեստ կարծիքով այն խնդիրը չէ, որի համար դու պետք է հոգեվորականներին կանչես ազատության զրկում։ Ի վերջո դա նախ պետք է ապացուցվի, երկրորդը ինչ է նշանակում ստիպել են, ինչ ձեռքդ բռնել են եւ ասել են Facebook-յան պոստը գրի, որ Հայաստանին Կադրովի պես ղեկավար է պետք։ Ի վերջո մարդու Facebook-յան էջը մտնում ես 2021-22 թվականին հստակ ընդդիմադիր հայացքներ ունի։ Դա ամեն ինչը մի կողմ բնականաբար ստեղ պայքար է գնալով կրքերը թեժանում են։ Ես կարծում եմ մենք դեռ սկզբում ենք եւ նկարագրում եք նախընտրական շրջանը։ Այո, մենք դեռ սկզբում ենք հոկտեմբերը շատ է թեժանալու ավելի ավարտում ենք արդեն 44 օրյա զեկուցի սառեցնեն։ Այո, միանշանակ կապ ունի, ես այս մասին վերջերս ֆակտորի եթերում ասացի, ես կարծում եմ իշխանությունները այս բան հարմար չգտան, որպեսզի 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը նույնիսկ իրեն տեսքով, որ կազմել են իշխանամետ падգամավորները հասարակության քննարկմանը ներկայացրել, որովհետև ինչքան ուզում ես դու այսպես դրական դա ներկայացրել, ի վերջո հենց այն նախընտրական են ամիսներին բարձանալի ամի քննարկում, թե ինչեր է սենց, ինչի է այսպես արվեց եւ այլ եւ այլ եւ այլ։ Այստեղ գնաց իբր թե կոնֆլիկտ Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան,
բայց ես կարծում եմ այդտեղ մի քիչ երևի թե արհեստականության տար կար, որովհետև դրանով օբյեկտիվ չէ այն պատճառաբանությունը, որ ռազմական գաղտնիքի հետ գործ ունի։ Չէ, նախ սկսենք նայած, եթե գաղտնիքի խնդիր կար, կարելի էր ԱԺ փակ նիստում դա անել, այսինքն քննարկում ընդհանրապես չեղավ մեկ։ Երկրորդը ես կարծում եմ ուղղակի իշխանությունները չուզեցին, որ այդ հանձնաժողովի զեկույցը որևէ կերպ այս պահին մտնի շրջանառության մեջ։ Իշխանությունները կուզենան այս ընտրություններին գնալ մոռացած 2020-21 թվականը, 2021 վեր ամենալայն իմաստով մոռացած, որովհետև 21 թվականի նախընտրական վիճակն ես նայում, ինչ էին ասում, չէ, Արցախի հարցը փակված չէ, տղաները զոհվեցին նրա համար, որպեսզի Ալիևը ասի, որ Ղարաբաղի հարցը դեռևս ոչնչացված չէ, Հադրութով Շուշի, նման ինչ-որ բաներ էր ասվում, դա անցյալ է համարվում, խոր անցյալ, դա ընդդիմությունը բնականաբար կձգտի ամեն կերպ դա ասենց բերել եւ մտցնել, բայց այս ընտրությունները շատ թեժ են լինելու, ավելի թեժ, քան 21 թվականին, աննախադեպ թեժ եւ նաեւ հետընտրական լրջագույն զարգացումներ անկասկած կլինեն, որովհետեւ իշխանությունը ամեն ինչ կանի, որ չկորցնի իշխանությունը, լայն իմաստով եմ ասում, ընդդիմությունները շատ լավ հասկանում են, որ եթե այս շանսն է բաց թողեց, ապա 2000 մնալու է հետո 31 թվական եւ անորոշ բաներ։ Այս առումով միակ դրականը, ասեմ եւ խոսքս ավարտեմ, երևի թե լավն է, որ գոնե օգոստոսի 8-ի այդ համաձայնագիրը ինչ որ կերպ կզսպի Ալիևին, բայց 26-ի ամառվանից հետո կլինի արդեն սրացումներ։